Վերջերս կանաչ խարտի վիճակախաղը կրկին հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Շատերը հարցնում են, թե ինչ է կատարվում ծրագրի հետ եւ արդյոք պետք է մասնակցել ծրագրին մոտ ապագայում։ Ծրագիրը իրականում չի փակվում, բայց ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են աստիճանաբար փոխել դիմումների կանոնները։ Այս փոփոխությունների գլխավոր նպատակը կեղծ գրանցումների քանակը նվազեցնելն է եւ համակարգը ավելի թափանցիկ դարձնել։ Ամենաշատ քննարկվող փոփոխություններից մեկը վավեր անձնագրի ունենալը, ավելի ճիշտ ասած Զագրամ պասպորտի պարտադիր պահանջն է։ Այժմ դիմումը լրացնելիս պետք է տրամադրել ձեր անձնագրի տվյալները եւ բերել նա սկանավորված պատկերը PDF ֆորմատով։ Սա արվում է նրա համար, որ մեկ մարդը չկարանա տասնյակ դիմումներ տա։ Նաև լինելու է պետական վճարում ծառայությունները մատուցելու համար։ Սա փոքր գումար է մոտ $1, որի նպատակը պատահական կամ ավտոմատ գրանցումների քանակը նվազեցնելն է։ Նաև եթե հաղթում եք այս խաղաղությանը, մի հատ էլ ստուգվելու ձեր բոլոր տվյալները իշխանությունների կողմից, այսինքն դիմումի եւ լուսանկարների պահանջները կարող են ավելի խիստ լինել։ Ու այստեղ մեկ կարևոր բան կա, որ շատերը մոռանում են։ Կանաչ քարտի լուսանկարը պետք է լիովին համապատասխանի պահանջներին։ Շատ հաճախ դիմումները մերժվում են հենց անհամապատասխան լուսանկարների պատճառով, նույնիսկ եթե մարդը շահել է վիճակախաղը։ Լավագույն տարբերակը նախապես պատրաստել լուսանկարը, որը լիովին համապատասխանում է ծրագրի պահանջներին։ TM ֆոտոստուդիայում մենք պարբերաբար նման լուսանկարներ ենք անում եւ լավ գիտենք բոլոր պարամետրները, որ ձեր դիմումը առանց խնդրի անցնի բոլոր ստուգումները։ Երբեմն ամեն ինչ իսկապես սկսվում է մեկ ճիշտ կադրից։